Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, հեռանկարում այսօր կզրուցենք քաղաքագետ Արա Պապյանի հետ եւ կփորձենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր արտաքին եւ ներքաղաքական իրադարձությունները։ Բարև ձեզ, պարոն Պապյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ։ 2 օր առաջ Հայաստանում եւ շատ երկրներում նշվեց հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Առասարակ այդ օրերին, ապրիլի 24-ին, ամբողջ հայազգը, այսպես սրտադրոպ, ռեֆլեքսորեն, չգիտեմ, իներցիայով սպասում է, թե Միացյալ Նահանգների նախագահը ինչ ասելու է ցեղասպանությունը եզրույթը թե ոչ։ Կարծում եմ, որ Թրամփը չասեց, դա անսպասելի չէր, որովհետև նախ տպավորություն կա, որ Թրամփը ինչ անում է, ամեն ինչ հակառակ է անում Բայդենին եւ մյուս կողմից ինչ ընտրվել է նախագահ անընդհատ գովերգում էր Էրդողանին։ Այո, Թրամփը չասաց եւ դա իրավացի է կանխատեսելի էր, որովհետեւ Թրամփը իր առաջին պաշտոնավարության օրոք եւս այդ տեսակետի վրա էր, ոչ թե որ չի եղել, իրենք համոզված պարզվում են, որ այդ հարցը չպիտի հնչեցվի նման ձևով։ Ասել որ Թրամփը միայնակը չէր, Ռուսաստանն էլ չօգտագործեց ցեղասպանության բառը, Զախարովան ավելի ցածր մակարդակով կոչվեց 1915-ի իրադարձությունները, անգամ ջարդի մասին անուն չտրվեց։ Նաև այստեղ պիտի հասկանալ հետեւյալը, Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որտեղ պիտի արդյոք Հայաստանի իշխանություններն ուզում էին, որ այդ բառերը հնչեցվեին այլոց կողմից, թե չէին ուզում, որտեղ դա կարող է վնասվել հայ-թուրքական հաշտեցման այս ծրագիրը։ Դա շատ կարևոր հարց է։ Ես կարծում եմ, որ առաջիկայում որոշ բաներ կբացահայտվեն։ Բայց ամեն դեպքում դրանից ինչ փոխվեց, ասեր թե չասեր, որովհետև հիմա այս դիսկուրսն է կա, չէ, օրինակ եմ բերում, որ Բայդենը 4 անգամ, 2021-ին, հետո 3 անգամ մինչև 2024 թվականն ասեց։ Դրանից օրինակ ինչ եղավ, հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեցին, թե, չգիտեմ, օրինակ ավելի նվազ ագրեսիվ դարձավ Ադրբեջանը, մենք նույնիսկ բացասական իրադարձություններ կարող ենք թվարկել, օրինակ 2023-ին Արցախում տեղ ունեցածը։ Հետաքրքիր է տարբերությունը հասկանալ այդ ասելու թե չասելու ռետորական այդ ասել-չասելու։ Ես ինքս բազմաթիվ անգամներ ելույթ եմ ունեցել, ասել եմ, որ գերագնահատված է այդ բառի հնչեցնելը կամ ճանաչելը անգամ։ Եթե չկա հատուցման քաղաքականություն, ասես չասես, դա կապ չունի որևէ, իսկ հատուցման քաղաքականություն չի եղել եւ ցավոք սրտի Սփյուռքն էլ 1965-ից այս կողմ չի ունեցել։ Հատուցման քաղաքականությունը եղել է 20-30-ական թվականներին եւ մի ալիք բարձրացել է երկրորդ համաշխարհայինից հետո։ Դրանից հետո հայկական հարցը ձևախեղվեց եւ այն ամփոփվեց հայդատ հասկացությունը ցեղասպանության ճանաչման գործընթացի մեջ, որտեղ ինչ որ սխալ պատկերացում կար, այ եթե աշխարհը ճանաչի Թուրքիան, եւս կճանաչի, եթե Թուրքիան եւս կճանաչի, ապա ինչ որ հատուցումներ կտա, այդպես չէ։ Հոլոկոստը երբևէ չի ժխտվել եւ չի հաստատվել։ Օրինակ անգամ որ խոսման Նյուրնբերգյան դատավարության մասին, ասեմ, այնտեղ 22 հատող սղագրությունը գրած է, այնտեղ ոչ հոլոկոստ բառը կա, ոչ էլ առանձնացված է դա։ Ընդհանուր հանցագործ ես կարծում եմ այդ բառի կիրառությունը որևէ ձևով չի կարող անդրադառնալ, որտեվ անգամ չասելը, տեսեք, Նիկոլ Փաշինյանի տեսակետի հետևյալ, եթե դրոշները որ այրեցին, ես ինքս այստեղ խանդավառ չեմ դրոշ վառելով ասեմ, բայց իրենց իրավունքն է, քաղաքական քայլ է։ Դա սադրիչ է եւ չգիտեմ կվատ չէ, Թուրքիան եթե ուզենա հարձակվել Հայաստանի վրա, ինքը դրոշ վառելուն կամ չվառելուն չի նայելու։ Բայց պատրվակը քրտնի։ Այսպիսի տեսակետ կա, որ եթե Բայդենը ասել էր, սա ինչ որ իմաստով օրենքի ուժ է ստանում։ Եթե երկրի նախագահն ասում է ցեղասպանություն, դա կարծես օրենքի ուժ է ստանում, եթե օրենքի ուժ է ստանում, պետք է նաև Թրամփը ասի, բայց եթե շատ հեռու չգնանք, պատմությունում այս իրավիճակը կրկնվել է, որովհետև ես հիշում եմ, որ Ռեյգանը ասեց եւ հետո Բուշը չասեց ցեղասպանություն բառը։ Ընդ որում երկուսն էլ հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ էին։ Եթե խոսում ենք օրենքի, ապա այնտեղ այսպես է, ապրիլ 24-ին նախագահ պետք է ուղերձով դիմի ժողովրդին, միայն ուղերձով դիմել մասնախոսքը, թե ինչ բառեր կօգտագործի, ինչ բառաբաշար կօգտագործի, տարբեր է։ Օրինակ, ես լավ հիշում եմ, որ նույն Թրամփը մայիս 28-ին, որի երբևէ այցև ամերիկացիները ուղերձով չեն, ինքը մայիս 28-ին էլ դիմեց իր առաջի պաշտոնավարության առիթով եւ այլն, ըստ քաղաքական իրավիճակի է հաճախ դա տեղի ունենում։ Իսկ օրենքը չի խախտվում, ուղերձը կա, բառամթերքը եւ շեշտադրումները ըստ քաղաքական իրավիճակի։
Թրամփը այն գործիչն է, որ չի ուզում հարաբերությունները ոչ Թուրքիայի հետ սրել, ոչ էլ Ադրբեջանի հետ սրել։ Հետևաբար ինքը այդ ձևակերպումները մեղմ է վերցրել, բարձ ասած։ Այնուամենայնիվ կարծում եմ Թրամփի խոսքերում նաև շատ այսպես ականջահաճո, հա, հայերի համար խոսքերը կային, ես ուզում եմ այդ հատվածը մեջ բերել։ Բախտավոր ենք, որ այդքան շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերել են մեզ մոտ եւ այդքան մեծ ներդրում են ունեցել մեր երկրում։ Հին վարչակազմը հավատարիմ է կրոնական ազատության ապահովմանը եւ խոցելի խմբերի պաշտպանությանը եւ երևի թե ամենակարևորը պատրաստական ենք շարունակելու Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը եւ պահպանելու տարածաշրջանային կայունությունը։ Ինչ է սա նշանակում։ Ռազմավարական գործընկերությունը պահպանելու եւ շարունակելու այդ պատրաստակամությունը սրա տակ ինչ հասկանանք մենք։ Կան հավաստի փաստեր, որ ամերիկյան գործիչները նաև այցելելով Բաքու հստակ ուղերձ են տվել Ալիևին զսպելու եւ նրա այս նկարտումները եւ չգնալու իրավիճակի սրման։ Դա հստակ է, որը սա մեզ համար այսօր կարևոր է։ Եկեք իրականության նայենք, սա է, որպեսզի բան ավելին ասեմ, եւ դա նաև շեշտվել է Իրանի առումով էլ, որ դա էլ պատրվակ չպետք լինի, հանգարտ չողոքեվորվեք, որ մենք Իրանին լարում ենք, այդ առումով բան։ Այդտեղ շատ հետաքրքիր է այդ հենց առաջի մասում կրոնական ազատությունները, որովհետեւ այսօր քրիստոնեական կրոնը, ինչպես 20-րդ դարի դարասկզբին էր, Ամերիկայում քաղաքականացվում այն դառնում է կարևորագույն գործոններից մեկը։ Թրամփի ընտրազանգվածի հիմնական մասը դա քրիստոնյա, ինչպես իրենք են ասում, national Christians, ազգայնական քրիստոնյաներն են։ Այդ առումով մենք հնարավորություն ենք այսքան ձեռք բերում եւ պիտի այդ փորձենք նյութականացնել հարաբերություններով եւ շատ կարեւոր է այդ ստրատեգիական կամ ռազմավարական հարաբերությունները, ես մշտապես դրա օգտին եմ հանդես եկել, օրինակավոր բանակի վերազինումը, անկախ նրանից Ալիևի դուրը գալիս է թե չէ, որովհետեւ մենք բոլորս վստահաբար խաղաղության կողմնակից ենք, բայց խաղաղությունը խարսվում է ռազմական քաղաքական հավասարակշռության վրա, անգամ ոչ թե ինչ որ փաստաթուղթ ստորագրելով կամ սահմանները նշելով կամ այլն։ Մենք առիթ ենք ունեցել վերջի 20-30 տարում տեսնել բազմաթիվ ռազմական բախումներ, երբ որ սահմաններն են նշված, փաստաթղթերով էլ ամեն ինչ լավ է, բայց նույն Թուրքիան առիթից օգտվել է։ Այնպես որ այստեղ կարևորը արդյունավետ հարաբերություն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Պարոն Պապյան, այդ որ նշում եք, որ հստակ տեղեկատվություն կա, որ ինչ-որ բանակնացների միջոցով կամ ինչ-որ ճանապարհով հորդորել է Միացյալ Նահանգներն ու Թրամփը Ադրբեջանին կամ Ադրբեջանի վարչակազմին չգնալ էսկալացիայի, դա հստակ երաշխիք է անվտանգության, խաղաղության։ Թե գուցե դա կմնա հորդոր կամ կմնա կոշ կամ չգիտեմ։ Չէ, դա երաշխիք չէ, վստահաբար, նայեք, միակ երաշխիքը Հայաստանի հզոր տնտեսությունն է, ուժեղ բանակը։ Երկրորդ երաշխիքը դա սերտ ռազմաքաղաքական փաստաթղթավորված հարաբերություններն է դաշնակիցների հետ, որոնք կասեն։ Միացյալ Նահանգները Հայաստանի դաշնակիցը չեն, որևէ պարտավորություն չունեն։ Դա զսպող գործոն է։ Հիմա այդ գործոնը Ալիևի իշխանով առայժմ զսպում է։ Եվ այն օրը Ալիևը ինչ որ արդարանալու նման ելույթ ունեցա, ասեց ճիշտ է, ես ասել եմ, որ մենք Երևանը մերն է պատմական բան, բայց ես ասում եմ, չեմ ասում, որ մենք տանկերով պետք է գնանք գրավել եւ այլն։ Հարցը կա։ Չէ, այսպես ենք, դա ուժեղ զսպող գործոն է, բայց երաշխիք չէ։ Իսկ այդ զսպումը կարող է հետո ստիպելու վերածվել, այսինքն Միացյալ Նահանգները ինչ-որ կերպ կարողանա իրականում ստիպել Ադրբեջանին, որ էսկալացիայի չգնա։ Դա կարող է, թե դա գուցե շահեկան չէ, թե ամերիկյան, թուրք-ամերիկյան, թե թուրք-ադրբեջանական հարաբերությունների տեսանկյունից։ Չէ, բնականաբար շատ հնարավոր է, բայց հարցը հետևյալը պիտի լինի մեծ առումով արևմուտքի տեսանկյունից Հայաստանի հզորացումը ում շահերից է բխում։ Եթե հզոր Հայաստանը պրոարևմտյան է, ուրեմն պետք է Հայաստանին օգնել։ Եթե Հայաստանի հզորացումը բերել է Ռուսաստանի դիրքերի ուժեղացում հարավային Կովկասում, ինչի պիտի իրանք օգնեն Հայաստանին։ Ռուսաստանը իրենց թշնամի երկիրն է, այսինքն Ռուսաստանին ուժեղացնել։ Օրինակ, տեսեք, մենք հասկանում ենք, չէ՞, որ Գյումրի ընտրությունը կապ չունի կոմունիստական կուսակցության հետ, բայց արտաքին հայացքը ինչ ասում, որ կոմունիստական կուսակցությունը Հայաստանի երկրորդ քաղաքում հաղթող դուրս եկավ։
Պատկերացրեք, այսինքն պատկերացում չունեցող ամերիկացի սենատորի եւ բանի համար, կոնգրեսական Իվանի համար դա նշան է եւ մեզ համար վատ նշան է, բայց մենք գիտենք, որ Վարդան Ղուկասյանը ոչ կոմունիստ է, ոչ էլ չգիտեմ, որտեվ հակասություն է, բայց արտաքին տեսակետը այդպես է։ Ուզում են երաշխիք, ուրեմն պիտի փաստաթղթավորենք այս հարաբերությունները, որովհետեւ իրենք պարտավորություններ ունենան Հայաստանին պաշտպանելու։ Դուք քան որ ռուսական տեսակետից է խոսեցիք, նշեցիք, որ Ռուսաստանը ցեղասպանություն բառը չի ասել։ Ես նաև հիշեցնեմ, որ ամերիկյան Թրամփի ելույթից հետո, ուղերձից հետո շուշացավ Ռուսաստանի արձագանք եւ այնտեղ նշվեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չեղարկում է ցեղասպանության ճանաչումը։ Չէ, չեղարկում իհարկե չկա։ Ես Զախարովա եւ ռուսական կողմի ուղղակի խոսքերը մեջ բնական ասում են եւ դա կազդի մարդկանց վրա, դա քարոզչություն է, վատաբանել հիմնական մրցակցին, եթե չասենք թշնամ, բայց չեղարկում չկա, այսինքն նախ է ճանաչումը կա, երկրորդ ամերիկյան անգամ դատավարական գործընթացների եւ դա ճանաչվել կարճ ասած կա, բայց կրկնում եմ, այդ բառի արտասանությունը զուտ ավելի քարոզչական ոլորտի է։ Ես նաեւ Էրդողանի ուղերձից ուզում եմ մեջբերում անել, կարծում եմ այստեղ ինչ որ հետաքրքիր դրվագներ կան։ Անցյալի հիշողությունները չպետք է գերության մեջ պահեն ներկան ու ապագան, ովքեր փորձել են վերհանել թշնամանք եւ խաթարել մեր միջև կառուցված կամուրջները, չեն հասել նպատակին։ Թուրքիայում մեծ դեր ունեցող հայերի անվտանգությունը, խաղաղությունը եւ այլն մեր առաջնահերթությունն է։ Չէ, դա կեղծավորություն է, որովհետև նույն Էրդողանն էր մի քանի տարի առաջ Բաքվում 20 թվականի դեպքում հայտարարեց, որ Էնվերի ոգին թևածում է մեր բոլորի վրա եւ մենք Էնվերի գործը կիսած չպետք թողնենք։ Հիմա որ երևույթն է անցյալում, որն է պատմական, որը ավարտվել եւ վերջացել է անցյալում եւ որը ազդեցություն չունի այսօրվա վրա, բայց մենք Թուրքիա եւ Ադրբեջանի այսօրվա քաղաքականությունը մի տարի, 3 տարի առաջ ասում ենք դա հակահայկական եւ հակահայաստանյան է։ Լավ, այս ամենով պայմանավորված մեր իշխանությունների քաղաքականությունը հիմա նո հատկապես ընդդիմադիր դաշտը մեղադրում է ցեղասպանության ուրացման մեջ։ Արդյոք մեր իշխանության կառավարության գործողություններում դուք էլ որպես մասնագետ, քաղաքագետ տեսնում եք այդ ուրացման տարրերը։ Այո, տեսնում եմ եւ դա ամենա ասպես ասած մասնագիտական կառույցը Լեմքինի ինստիտուտը դեռևս ամիսներ առաջ էր իր գնահատականը տվել, այնտեղ մասնագետներ են նստած, որ այս քաղաքականությունը ստեցան պարունակում է թուրքական ժխտողականության բոլոր տարրերը, հարցականի տակ դնել, փոխադարձել, այդ ամբողջը կա։ Եթե իշխանությունները դա անում են իբր Հայաստանի անվտանգությունը ուժեղացնելու համար, իմ կարծիքով դա հակառակն է տեղի ունենում, որովհետև ցեղասպանության փաստի համաշխարհային ընդունումը շատ ավելի զսպող դեր է կատարում մեր թշնամիներին եւ այսպես նրանք չեն ուզում երկրորդ անգամ առիթ տան դրա շուրջը մեծ աղմուկներ։ Հիմա եթե մենք հրաժարվում ենք կամ չենք հետապնդում, նշանակում է իրենք են ոգևորվում եւ մեզ մեղադրում պատահական չեն ասում, որ հրաժարվում են, ասում են, որ այսօրվա դրությամբ առաջնային չէ, բայց գործողությունները դա են ցույց տալիս։ Նայեք, ասում ծառը պտուղից է իմացում, դա աստված ասեն, չասեն։ Մենք դա տեսնում ենք, տեսնում ենք դպրոցական ծրագրերում, տեսնում ենք գիտաժողովների բացակայության եւ այլն։ Դրա համար, նայեք, բարձ օրինակ կա։ Հրեաները մեզանից անխել չեն։ Եթե իրենք հոլոկոստի հարցը կապիտալիզացնում են եւ դա անվտանգության գործոն են ստեղծում իրենց համար, ուրեմն դա կարելի է անել։ Հակառակ դեպքում ինչու պիտի իրենք դա իրենց առաջնահերթություններից մեկը համարեն։ Եթե դա չենք շոշափում, ինչպես Ալեն Սիմոնյանն ասեց, եթե մենք դա չհարաշահենք, թե մեզ խելոք պահենք, ապա Թուրքիան ինչի մեզ այդպես չի։ Կրկնեմ իմ ասած խոսքերը տարիներ ի վեր Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքականությունը չի խարսխվում մեր քաղաքականության վրա իրենց նկատմամբ, այլ խարսխվում է սեփական ազգային շահի վրա, անկախ մենք ինչ ենք անում, մենք իրան անենք, չանենք, խոսանք, իրենց ազգային շահը չի դիտարկում Հարավային Կովկասում ուժեղ հայկական պետության կամ ընդհանրապես հայկական պետության գոյությունը։ Իրենք ամեն ինչ պիտի անեն, որ այդ պետությունը չլինի, լինելու էլ դեպքում դա պիտի այսպես պրոտեկտորատի կարգավիճակով պիտի լինի, իսկ այդ պրոտեկտորատի ղեկավարն էլ անգամ պիտի Անկարան չլինի, պիտի Բաքուն լինի։ Այսինքն մենք պետք է շարունակենք մեր նույն ռետորաբանությունը, այսպես պահանջատիրական լինենք Թուրքիայի հանդեպ, թե ի վերջո հաշվի առնելով Թուրքիայի անընդհատ տարածաշրջանում աճող դերը եւ մեր նվազ վիճակը, մեր թույլ վիճակը, որոշակի զիջումների պետք է գնանք։
վերցնենք մի օրինակ կա հայ-ադրբեջանական հարաբերությունները, որը շատ ցույց է տալի Թուրքիայի հետ։ Մենք օրինակ չխոսացինք Սումգայիթի մասին, լռության մատնեցինք, առնացանք Բաքուն, այդ մեր օգտին եղավ, դա չարեցինք չլալ ընդհակառակը։ Իրենք այդ ամբողջը մեզ ներկայացան որպես նույնը Թուրքիայի պարագային է։ Եվ մենք ուզում ենք, չէ, որ օրինակ ապաշտրջափակվի Հայաստան, ասում են, որ դա ուրեմն պիտի մեղավորության, իսկ այդ մեղավորության գաղափարը շատ կարևոր է միջազգային իրավունքի մեջ, որ ով է մեղավոր կողմը, դա իր վրա պիտի դե մենք չանենք, իրենք մեր վրա են բարթելու, նաև սա կա։ Այսինքն դու անգամ ինքնապաշտպանվելու առումով խույս տալու համար մեղադրանքներից պետք է հետամուտ լինել եւ դնել։ Ես չեմ ասում ամեն օր պետություն դրա մասին խոսա, բայց կարելի է դա անել գիտաժողովների անհատ գործիչների միջոցով, հասարակական կազմակերպությունների միջոցով դա կարելի անել։ Ամեն դեպքում պետք է ինչ-որ չափով մեղմել հարաբերությունների Թուրքիայի հետ։ Սրանից ավել մեղմ, սրանից ավել մեղմ, մենք Թուրքիայի բոլոր ուզածները անում ենք եւ ֆան ենք անում։ Դա կարծիքն իսկ ավելին ենք անում, քան իրանք ուզում են կամ պահանջում։ Այս արվում էր իբր Թուրքիայի տնտեսական հարաբերությունները լավացնելու, ուժեղացնելու համար։ Նիկոլ Փաշինյանի միջև իշխանության գալը մենք Թուրքիայից ներմուծում ենք 100-120 միլիոն դոլարի ապրանք, արտանում ենք 3 միլիոնի։ 24 թվականի տվյալներով արտահանել ենք ընդհանրապես 400,000 դոլարի ապրանք Թուրքիա, ներմուծել ենք 336 միլիոն դոլարի ապրանք։ Պատկերացնում եք ինչ աճա։ Հիմա հարցը ճանապարհի փագն է մեզ խանգարում, եթե մեզ խանգարում է, բայց ո՞նց է Թուրքիային չի խանգարում, բերում են Վրաստանի վրա։ Հետևաբար մեր տնտեսությունը մրցունակ չէ, այս սրա մասին պետք է մտածել թուրք-հայկական տնտեսական հարաբերությունների, թե չէ այդ ուրացումով որևէ մեկը Թուրքիայում ոնց որ հայկական ապրանք առնելուց կամ չառնելուց չի հետևում նրա արդյոք, չգիտեմ, Արա Պապյանը 10 անգամ ցեղասպանության մասին խոսած, թե չխոսած կամ քանի հաղորդում եղավ, դա կապ չունի։ Իսկ վերնախավը լրիվ այլ բանով է գնում, դա հայ-ադրբեջանական, հիմա տեսեք, իրենք խնդիրներ են դրել, ուզում են դա լուծեն, հետևաբար իրենք պիտի մեր վրա ճնշում բանեցնել։ Վստահ եղեք, արդեն գիտեք, Ադրբեջանում դա գնում է, Թուրքիայում էլ են, ասենք իրանք մեզ են մեղադրելու ցեղասպանության համար։ Վերջում վերադառնալով ձեր նշած ամերիկյան հորդորներին Բաքվին աճ սկսել էսկալացիա, բայց մյուս կողմից իրականությունը հաշվի առնենք, շարունակվող կրակոցները հայկական գյուղերի ուղղությամբ, թե ոչ այդքան թիրախային, ինչ-որ բնակելի կառույցների, մյուս կողմից նաև այդ ապատեկատությունը սահմանային միջադեպերի մասին, ինչ է տանում Ադրբեջանը այս ամենով։ Այս կրակոցները իրականում նոր էսկալացիայի փորձ է, թե Ադրբեջանի այդ ինչ-որ բան կորզելու քաղաքականության տրամաբանության մեջ է։ Ադրբեջանը շատ պարզ քաղաքականություն է իրականացնում, ասինքն մարդը երբ որ ուզում է ինչ-որ մի բանի ամրությունը որոշի եւ տեսնի ինչ ռեակցիա արձագանք, կտկտացնում, խփման նայում, այս ամբողջ իրենք ուզում են տեսնել արձագանքը ինչպես կլինի համաշխարհային եւ Հայաստանի տրամադրությունները։ Հիմա այո, գուցե մենք գող չենք, բայց եկեք ընդունենք, որ եթե Եվրոմիության դիտորդները չլինեին սահմանին, կարող է շատ ավելի վիճակը վատ լինել։ Եվրոմիության դիտորդներն էլ ցեղասպանություն բառը 3 ժամից հետո գրառումից այո, որովհետեւ վստահ եմ, այնտեղ արձագանքը հետեւյալ է եղել, որ դա Եվրոմիության միասնական տեսակետ է, այդպես համերաշխ չկա, երկրներ կա ընդունել են, բայց հետեւաբար չի կարելի արտահայտել։ Իսկ դիտորդները որպես միասնական կան։ Հետո կարող է այսպես դիտարկի նաև որ ձեր առաքելության մեջ չի։ Ես վստահ եմ, որ այստեղ Թուրքիայի եւ Ադրբեջանի դերը հենց սա է, որ իրենք արագ հետևում են, արագ արձագանքում են, արագ երևի Բրյուսելում կամ այլուր հասցրել են այս լուրը, այնտեղից տեքստը նախապես համաձայնեցված լիներ։ Դե հիմա նախապես համաձայնված չի եղել, մտածել են սրանք, որ այստեղ ապրող գիտի որ եղել է ցեղասպանություն, չի խորանում այդ իր մտքով էլ չի անցնում, որ կարող է Եվրոմիությունը թույլ չտա նման բարի կիրառելը, բայց այնտեղ կա, մենք գիտենք, եթե նենց նույն ձևի տեսնում ենք, չի Օրբանը վետոյա դնում Եվրոմիության օգնության Հայաստանի վրա, եղած շահացնել մի 10 միլիոնա, բայց փող ամեն դեպքում դնում է, հետեւաբար իսկ ցեղասպանության հարցը շատ ավելի հիվանդագին են ընդունում Ադրբեջանում այսօր, քան անգամ Թուրքիայում։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, այսքան հարգելի հեռուստատողներ, մեր հյուրն էր քաղաքագետ Արա Պապյանը։